Եղբայրներ եւ այստեղ գտնվածներից շատերս տարբեր խնդիրներ ունենք եւ դրա համար Աստված տարբեր նյութեր է խոսում, որ ով որ ինչ խնդիր ունի իր հարցի պատասխանը ստացած գնա Փառք Հիսուսին դրա համար եւ մենք կարող ենք այսօր մեզ հետ տանել իրապես կյանքը մեր տների մեջ Փառք Հիսուսին կյանքի խոսքը տանել մեր տների մեջ եւ մարդը այսօր առանց Աստծո ապրում է եւ նա ամեն ինչ կարողանում է անել առանց Աստծո նա հրճվանքներ է վայելում առանց Աստծո կարող է այստեղ գնալ եւ այնտեղ գնալ կարող է անգամ գնա մի քաղաք այնտեղ իր համար ջեմի զվարճանքները վայել է այս աշխարհի կարող է անել որտեղ նա առանց Աստծո է ապրում Եվ նաև կարող է Աստծո մարդը այստեղ այնտեղ գնայի, բայց սրանք լրիվ տարբեր բաներ են Աստծո հետ գնալը եւ առանց Աստծո։ Հովհաննես հայտնության առաջի գլուխ ուզում եմ կարդալ առաջի գլխից ուրեմն 1:18-ից եմ ուզում կարդալ 1:18 Եվ Ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից Եվ ես ունեմ դժողքի և մահի բանալիները Գիրեք, քույրեր եղբայրներ Շատ անգամ իհարկե մենք խոսում ենք, որ սատանան կարող է մեզ գցի այդ դժողքը տանի կորուստ Սա նշանակում է, որ նրա խելքին եթե ընկնենք Կարող ենք այնտեղ հայտնվել, բայց սատանան անգամ այդ իշխանությունը չունի։ Գրված է, որ Հիսուսի ձեռքին է դժողքի եւ մահի բանալիները։ Եվ ում համար կբացի։ Ես հույսով եմ, որ Աստված իր ժողովրդի համար այդ դռները չի բացելու, Փառք Հիսուսին։ Մեր համար բաց են կյանքի դռները։ Մենք կյանքի ենք կոչվել։ Մենք այս կյանքով ենք ապրում։ Եվ ուրիշ կյանք մենք չենք պատկերացնում իրոք առանց Աստծո։ Այս զվարճանքները դրա մասին մենք գիտենք եւ երբեմն մարդիկ, երբ որ մեզ հարց են տալի ու իբր թե մեզ խեղճի տեղ են ուզում դնեն, որ բայց իրոք էս ինչ դուք կյանք եք ապրում, էլի խեղճ։ Եթե մենք իրանց նման չենք ապրում, ուրեմն մենք խեղճ ու կրակ մարդիկ ենք։ Դա իրանց պատկերացրածն է։ Բայց մենք այսօր բարեկամներ ինչ պիտի անեն այն մարդիկ, ովքեր այդ զվարճանքներով գնում են իհարկե առանց Աստծո։ Ինչ վայր են սպասում այդ մարդկանց եւ մենք նրա համար ենք, որ մեր կյանքի խոսքը իրապես տարածենք ժողովրդին, որ գիտես մենք խեղճ չենք։ Մեզ սպասվում է երանելի փառքը, Փառք Հիսուսին։ Շատ քիչ է մնացել, այդ օրերը շատ հեռու չեն։ Մենք պիտի գնանք այնտեղ, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այսօր նա զվարճանում է, վաղը պիտի լացի։ Այսօր նա ճեմում է, վաղը պետք է տանջվի։ Այսօր նա գնում է իր համար բնության գրկամուտում, խմում, լսում այդ թռչունների դայլալը եւ զվարճանում ու Աստծո խոսքը մի կողմ ձգում։ Բայց մի օր այդ բանի համար ինքը շատ պետք է զղջա, որ կենթանի Աստծո խոսքը ինքը անարգեց։ Գիտեք, այսօր որ եղբայրները խոսում են, մենք պետք է գանք այն եզրակացության, որ մարդը թեպետև տկար է, բայց կարող է մեծ գործեր անել Փառք Հիսուսին։ Այո, տկարը թող ասի, որ ես զորավոր եմ Փառք Հիսուսին։ Տկարը ասի, որ ես զորավոր եմ։ Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, բարեկամներ, մենք տեսնում ենք, որ այնպիսի բաներ են արել տկար մարդիկ, որտեղ այդպես է գրված, որ Հիսուսը ասեց, որ ես գնամ իմ հոր մոտ, Սուրբ Հոգին կգա եւ դուք ավելի շատ մեծ բաներ կանեք, ավելի մեծ բաներ կանեք, որովհետեւ այդ անել հասկացողությունը դա Աստծուց է գալիս, Փառք Հիսուսին։ Եվ շատ տարիներ, երբ որ ես եղբայրները գիտեն, տեղյակ են, վկայել են, որ ես աղոթում եմ իմ հորս համար 1992 թվականից քանի տարի է անցել, որ Տեր Աստված իմ հայրս
Չուզեմ ընդունի, եղբայրներ շատ լավ գիտեն, շատ են եկել խոսացել, չի փորձեմ աղոթի մեզ հետ։ 30 քանի տարի այսպես աղոթ եւ բնականաբար ուզում ես տկարանաս։ Ինչ որտեղ ուզում ես արդեն հավատքը ձգես։ Դե քանի տարի է ոչ մի փոփոխություն, ասենք փոքր փոփոխություն անգամ դու տեղ չես կարող նկատել։ Հայրս արդեն պատկառելի տարի 87 տարեկան եւ տեսնում ես որ միթե մեր հետ ինքը չի աղոթելու, միթե իր լեզվով Հիսուս ջան քեզ չի վկայելու, դավանելու, շատ դժվար է այդ ամենը։ Եվ սատանեն գալիս է եւ քո կասմա դու քո տանը չես սկի կարող մարդկանց դարձի բերես, սատանան չէ ձև բաներ է սпасեմ եւ քեզ ավելի է փորձեմ տանջի, որ իրոք քանի տարի այն մարդ աղոթել է, միթե սուտ է սուր գիրքը, որ խնդրեցեք ու պիտի ստանաք, դուրը թակեցեք ու կբացվի, փնտրեցեք կգտեք, ինչ աղոթքը որ չի անեմ։ Եվ մեկ օր միամիտ էսպես անտրամադիր գնացի տուն եւ զարմացա, երբ որ իրապես հասկացա, որ Գոհարը կինս ասավ, որ իդես ասավ, որ աղոթել եմ պապի հետ, զարմացա, հայր մերն էլ ենք ասել, անգամ ինչ ասել եմ մեղավոր է աղոթքել ա կրկն եւ շատ զարմացա իհարկե, հիմա արի ու հավատա, որ 30 քանի տարի աղոթել ես ու հանկարծ մի հատ անակնկալի ես դու գալիս։ Ասեցի ոնց, ասավ թենց։ 30 քանի տարի ես աղոթել եմ, բայց լատես կինս ա իրան աղոթքի բերե, Փառք Հիսուսին։ Ասկեն ում Աստված օգտագործեմ դե էականը նայ որ ստացվեց փաստորեն Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտեք կանանց մասին գրված ա որ կանայք տկար անոթներ են, շատ տկար են, շատ մեղք զգա։ Բայց գիտեք կանայք էլ կարող են շատ մեծ գործեր անել բարեկամներ։ Եվ դա այն չի որ կին ասի տկար եմ եւ ես չեմ կարա դու պիտի անես, ես պիտի անես։ Գիտեք լեզվի մասին էլ է գրած ասма լեզուն պստիկ անոթ է, բայց շատ մեծ գործեր է անում։ Եվ գիտեք այս քանի օրը բարեկամներ ես մի թաղման արարողությանը մասնակցեցի եւ շատ մի հատ զարմանալի բան տեսա։ Ավելի շուտ լսեցի։ Այդ անձնավորությունը մահացող ուրեմն 65 տարեկան էր եւ ինքը փոքրուց հիվանդ է եղել, այսպես մտային եւ մոտավորապես 30 քանի տարի իր տանը, այսինքն այդ անձնավորությունը եղել է այդ կնոջ բապտիստական եկեղեցու քույրիկա, իր ամուսնու եղբայր, այսինքն տեքր են ասում, հա, տեքորը 30 քանի տարի խնամել է իր տանը, ընդ որում 4-ից 5 տարի անկողնային։ Այսօր մարդ իր հորը, իր մորը չի կարողանում պահի, չի ուզում իրան պահի այն մարդը։ Արդեն ձանձրանում է։ Եվ շատ անգամ ասում է Հիսուս ջան, էլ չեմ կարողանում, ես հոգևորի մասին եմ խոսում։ Այսինքն դուրս է գալի մոտավորապես 40 քանի տարի իր ամուսնու եղբորը պահել է երեխայի պես։ Եվ վկայում են ասում են, երբ որ դուրս էր գալի, որ գնա ինչ-որ միտեղ, անգամ դե ընտանիքա, ինչ-որ մի ծնունդի կամ բանի, անմիջապես ժամին էր մեմա ասմա, երեխպես արդեն սոված ա ես գնամ, իրա տեքոր համար այդպես հոգս արել, կին անձնավորություն է։ Այսօր մենք սովորույթ շատ բաներ ունենք, սատանան միշտ ասում է չես կարող, դա քո գործը չի, դա քո խելքի բանը չի, թող գնա հետ դար։ Բայց Փառք Հիսուսին, բարեկամներ, ես ամեն բան կարող եմ ասում ինձ զորացնող Քրիստոսով։ Մենք սրա համար ենք եկել, հիմա անհավատներ իրանց կյանքով են ապրում, բայց դուք մեկ փոշմանի, մենք խեղճ ու կրակ չենք, բարեկամներ։ Նրանք այսօր ծիծաղում են, բայց ասма պիտի լացեն։ Բայց ասма երանի ձեզ որ հիմա լացում եք, բայց պիտի ուրախանաք Փառք Հիսուսին։ Փոքր ինչ տանջանքներ կան, բարեկամներ։ Գիտեք, մենք ունենք սխալներ։ Բերեք ճիշտ հասկանանք։ Սուրբ Գիրքը չի բացառում իմ մեղքը, որ ես մեղք չեմ գործելու։ Թենց բան չի գրված, որ ես անհնար եմ մեղք գործել։ Սխալական ես մարդ եմ, ես չեմ կարող։ Նաև անհավատները չեն կարող մեղք չգործեն, ավելի ահավոր ու սարսափելի։
Բայց այս միտք ուզում եմ անպայման ասեմ։ Երբ որ նրանք մեղք են գործում, այդ մեղքերով պիտի գնան եւ այդ բանալիով պիտի բացվի, որպեսզի դժոխք կընկնեն նրանք, որտեղ Քրիստոսին մերժել են, աստվածամերժ կյանք են ապրել։ Բայց մեր մեղքերը ներվում է։ Եղբայր կասպա մի մեղանչեք։ Բայց եթե մեղանչեք, բարեխոս ունեք Հիսուս Քրիստոս արդարը, Փառք Հիսուսին։ Մենք ունենք հենարան բարեկամներ։ Մենք դրա համար վկայում ենք Քրիստոսի մասին, որ եկեք, մենք ապահով տեղ ունենք։ Մեր Տերը ապահով է, ուրիշ ճշմարտություն չկա։ Վերևը երկնքումը, որով կարող է լանք փրկվելու, դա միայն ով է, Հիսուսն է, Փառք Հիսուսին դրա։ Փառք Հիսուսին հավիտյանս ավետ, եւ ինչ է լինելու այդ մարդկանց վերջը։ Ինչ սարսափ է կատարվելու բարեկամներ։ Միթե մենք Աստծո զորությունը մեզ չի բավարարան, որ մենք ընկնենք աշխարհային բաներով, ինչպես փոքրինչ եղբայրներն ասեցին։ Միթե Աստծո օրհնությունը չի բավարարան, որ ես լրացուցիչ պետք է գնամ աշխարհային կեղտերի մեջ ընկնեմ։ Միթե Աստված ինձ չի ուրախացնա, որ ես պետք է գնամ ինչ-որ մի բան խմեմ, որ իմ տրամադրությունը բարձրանա։ Միթե ես չեմ բավարարվում Քրիստոսով, եկեղեցով, Սուրբ գրքով, որ պետք է ինչ-որ մի հատ զվարճալի հանդեսի մեջ գտնվեմ, որ իմ տրամադրությունը բարձրանա։ Ինչ պիտի կատարվի այն մարդկանց հետ, որ իրոք աստվածամերժ կյանք են ապրում։ Դա գրված է ուրեմն մեզ շատ ծանոթ Հայտնության 6-րդ գլուխ ուրեմն 12 համարից։ Հայտնության. Եվ ես տեսա, երբ որ 6-րդ կնիքը բացավ, եւ ահա մեջ շարժ եղավ, արեգակը սևացավ մասեղեն քուրձի պես, եւ լուսինը արյունի պես եղավ, եւ երկնքի աստղերը թափվեցան երկրի վրա, ինչպես թզենին իր խակ պտուղը թափում է սաստիկ քամուց շարժված, եւ երկինքը տեղիցը քաշվում էր գալարվող գրքի պես, եւ բոլոր սարերը կղզիները իրանց տեղիցը շարժվեցան, եւ երկրի թագավորները եւ մեծամեծները, հարուստները եւ հազարապետները եւ զորավորներ եւ ամեն ծառա եւ ամեն ազատ թաքցրեցին իրանց անձերը այրերի եւ սարերի ժայռերի մեջ եւ ասում էին սարերին ու ժայռերին. վայր ընկեք մեզ վրա, ծածկեցեք մեզ աթոռի վրա նստողի երեսիցը եւ գառի բարկությունիցը, որ նրա բարկության մեծ օրը եկել է եւ ով կարող է կանգնել։ Բարեկամներ, այդ օրը սարսափելի է լինելու։ Այդ օրը անշուշտ գալու է։ Փորձել են քրիստոնեությունը ջնջել, փորձել են քրիստոնեությունը հալածել, փորձել են տոննաներով աստվածաշունչներ ոչնչացնել, բայց մեկը իրանք մի բան չեն իմացել, որ գրված է երկինք ու երկիրը պիտի անցնեն, բայց իմ խոսքերս չեն անցնելու, Փառք Հիսուսին, եւ չեն կարող ոչնչացնել բարեկամներ, որտեվ Աստված ասել է, որ իմ խոսքս չի վերանալու։ Եվ այդ մարդիկ, ովքեր այսօր զվարճանում են, պիտի ինչ-որ քարեր ու սարեր գտնեն ծածկվելու համար գառի բարկությունիցը։ Եվ ինչ պիտի կատարվի նրանց հետ։ Եվ այսօր քանի դեռ այդ օրերը չի եկել, մենք զարթնելու տեղ ունենք եւ զարթնացնենք այն մարդկանց։ Եթե մենք անգամ փրկված ենք, ապա ժողովուրդը մեր հայ ազգը դեռ չի փրկված։ Տակավին կռապաշտ են բարեկամներ, կուրքերի ետևից, սնահավատությունների ետևից ընկած, բայց նրանք քրիստոնյա են կոչվում։ Բայց Տերը կարող է մի օր ասի, որ ինչու չասեցիր, ինչու չվկայեցիր ճշմարտությունը։ Այո, պիտի հալածվենք, իհարկե, ինչպես եղբայրներն ասեցին, պետք չէ մեր փափուկ մարմինը այսպես խնամք տանենք, միտեղ գրված է այդքան խնամք մի տանի ձեր մարմնի մասին, մարմինը էլի, Փառք Հիսուսին, վեկամ պետքա մի օր ուշ թե շուտ մենք հայտնվենք այդ ճիճվի ստամոքսը։ Մենք այսօր զարթնացնելու տեղ ունենք այս ժողովրդին բարեկամներ, այսօր մենք գործելու տեղ ունենք, եւ չլինի, որ այս մարգարությունը իրապես կատարվի մեր վրա, վատ մարգարություններ կան, որ Աստված չանի, որ ուրեմն կատարվի։ Ուզում եմ նորից կարդալ ուրեմն Հայտնությունից 9-րդ գլուխ ուրեմն 1-ից 6 համարները, 9-րդ գլուխ 1-ից 6 համարները։ Եվ 5-րդ հրեշտակը փողը փչեց, եւ տեսա մեկ աստղ էր երկնքից ընկել երկրի վրա, եւ անդունդի գուբի բանալին տրվեցավ նրան,
Եվ անդունդի գուբը բացավ, եւ գուբիցը ծուխ դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պես, եւ արեգակը եւ օդը խավարեցան գուբի ծուխիցը, եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վրա, եւ նրանց իշխանություն տրվեցավ, ինչպես որ երկրի կարիճներին իշխանություն ունեին, եւ նրանց ասվեցավ, որ երկրի խոտին վնաս չտամ, եւ ոչ մի մար, ուրեմն եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստծո կնիքը չունեն իրան ճակատների վրա, եւ տրվեցավ նրանց, որ չսպանեն նրանց, այլ 5 ամիս չարչարեն նրանց, նրանց չարչարանքը կարիճի խայթոսի պես էր, երբ որ մի մարդի կծում է, եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ, եւ կցանկանան մեռնել եւ մահը կփախչի նրանցից։ Եվ սարսափելի օրեր, որ մարդիկ մահը պիտի փնտրեն, որպեսզի մահանան, բայց դեռ շատ կարևոր բան կա, որ այն մարդիկ, ովքեր Քրիստոսինն են, ում ճակատների վրա Աստծո կնիքը կա, նրանց վնաս մի տա, փառք Հիսուս Քրիստոսին, եւ պիտի կատարվի նաեւ Սաղմոսը, որ 1000 հոգի աշկոմը 10,000 ձախ, եւ քեզ վնաս չի լելու եւ քո ընտանիքիդ հարված չի մոտենալու, փառք Հիսուս Քրիստոսին։ Եվ այսօր մենք ապահով ձեռքերի մեջ ենք, փաստորեն, փառք Հիսուսին։ Բայց մարդիկ այսօր կարող են մեզ դեռևս ծաղրել, դեսրանք հավատացյալ են, բայց չգիտեն, թե ինչ է նշանակում հավատացյալ, դեռ չեն հասկանում, թե հավատացյալները ինչի են ընդունակ և ուր են գնալու, ինչ է սպասում մեզ, ինչպես առաքյալն ասում, այս հալածանքները, դժվարությունները, նեղությունները, գալիք փառքի դեմ ոչինչ են, զրո են, փառք Հիսուս Քրիստոսին, զայն որ Աստված պատրաստել է իրանից վախեցողների համար, որ աշկ չի տեսել, ականջ չի լսել, ինչ որ Աստված պատրաստել է մեզ համար։ Բարեկամներ, սարսափելի է լինելու այդ օրերը, ահավոր օրեր են գալի եւ դա դուք կարդում եք, բայց հիշեք, մենք հենարան ունենք, բայց անհավատները չունեն։ Առնվազն Սուրբը 7 հնարավորություն ունի ոտի կայնելու եւ շատ անգամ ասում են, ճիշտ են ասում, որ հոգեվորն էլ է մեղք գործի, հոգեվորն էլ կարա մեղք գործի, չենք ասում ճակատագրական, բայց կարող ենք սխալվել։ Մարդը ինքնստինքյան առանց սխալի անհնար է ապրել, բայց հենարան ունենք մենք, բարեկամներ, Հիսուս Քրիստոսն է։ Գիտեք, մարդն էլ, սուրբ մարդը, աշխարհահռչակ, հրեշտակ մարդն է կարող է ինչ-որ կյանք ապրի, որը որ ինչ-որ մեկին ասենք դուրս չգա։ Ասենք ձկները լողում են միտեղ, բարեկամներ, իրանց համար լողում են, վայելում են, դուրս են, փորձում են ջրից դուրս գան, ինչ-որ միջատներ որսալ, ինչ-որ ճիճուներ ուտել։ Եկե մարդու միտքը դե աշխատում է, վերցնում է կարթի վրա մի հատ ճիճու ադնեմ ու գցում է ջուրը։ Այս ճիճուն ուրախ, խամը հոտից գալիս, ասում այս ինչ լավ որսա։ Գալիս է եւ այդ ճիճուն կուլա տալիս եւ վերջ բռնվեց։ Հիմա երբ որ այս ձուկը բողոքելու լինի, կասի իսմա լողում է այ մարդ։ Այս ինչ արալիս խափեց։ Հաստատ մենք խափում ենք այդ ձկանը։ Փաստորեն դուրս է գալ, որ իրոք, երբ որ մենք մեղք է չանենք, ուզես թե չունես, բնության դեմ ենք մեղք գործում, ինչ-որ մեկի մարդը վերակալ է, մի հատ եղնիկ է խփում սպանում, բայց մի քիչ ենքով տեսնում որ ձագերը մորն են ման գալիս։ Ձագերը ընկած մորն են ման գալիս։ Հիմա եթե նրանք բողոքեին, որ հայ մարդի մորը սպանեցիր, ես ինչ պետք է անենք, առանց կաթի մենք մորն ենք ուզում, բայց դա այդ արարքը մարդուց է կախված, այդ մարդն է անում դա։ Այսինքն մարդը, բարեկամներ, ինչ որ մեկի դեմ միշտ կարող է մեղանչել։ Արդար ասма 7 անգամ կարա անգնի, բայց նա կարա նաև բարձրացնի, փառք Հիսուսին։ Թեև 7 անգամ անգնի, նա կարող է բարձր, այո, մենք էլ ենք սխալվում, ես էլ եմ սխալվում, բայց Հիսուս Քրիստոս ունեմ ես, փառք Տիրոջը։ Դուք ունեք Հիսուս Քրիստոս, բայց նրանք չունեն, սրանք տարբեր բաներ են, երկուսն էլ կարող ենք սխալվել, բայց նրանք չունեն թողություն, բարեկամներ, բայց ես ու դու ունենք, արժե գիշեր ու ցերեկ գոհանալ Տիրոջից, որ այսպիսի Աստված ունենք մենք, փառք Աստծո, որ մտածում է մեր մասին, նրա արյունը ներում է մեր բոլոր մեղքերը, հանցանքները,
Նա սիրում է մեզ, նա մարդասեր Աստված է, բայց մի մարմինը երկրասեր է, ինչպես Նարեկացին է ասեմ։ Եղբայրը խոսեց իրապես անձի մասին։ Մեր անձը պիտի փրկվի, երբ որ նրան ճնշենք։ Երբ որ մեր երեխաները սխալներ են անում, մենք նրանք ճնշում ենք, դաստիարակում ենք, խրատում ենք, ինչու՞ չէ նաև ապտակում ենք, որ խելքի արի, սիրելիս, դու դժոխք ես գնում։ Եվ թերևս այդ ապտակները նրան զարթնացնում է, եւ նույնը մեր անձը բարեկամներ պիտի ճնշենք, որպեսզի փրկենք։ Եվ Նարեկացին ասում է եւ այս բանաստեղծական խոսքերով քեզ ով իմ անձս ինչպես մի վայրի գազան պիտի քարկոծեմ անողորմաբար։ Մեր անձին պետք չի խղճալ, նա երկրասեր է, նա ուզում է շատ բաներ անի բարեկամներ, բայց պիտի ճնշես նրան Հիսուսի անով, Աստծո խոսքով, փառք Աստծո, մեկ խնայի նաև ձեզ, եւ ինչպես ասեցին մեր երեխաները, եւ այդ կապանքները Աստված ցույց է տվել, որ իրոք երեխաները թողել եք փողոցների մեջ կամ ինչ որ միտեղ, բայց դուք զվարճանքներ եք գնում հեռախոսների մեջ, իսկ երեխաների դաստիարակությունով ով պիտի զբաղվի, չգիտենք։ Հարևանը հաստատ չի զբաղվելու քո թոռով ու քո երեխայով կամ պատանիներով։ Եվ եղբայրներին հարցրեք, թե ինչպիսի մեղքեր են խոստովանվում, ձեր մանուկներն ու պատանիները հանքավանան։ Դա սարսափելի է։ Բայց մենք ինչի համար ենք, այս կյանքը վայելենք, փափուկ կյանք, մի հատ կոֆե խմենք, դերեք հայալ ինչու զմանի աբելամատես կոֆենես տորթով վայելենք, ավելի լավ է չվայելենք, երեխով զբաղվենք բարեկամներ, եւ Տերը պիտի ասի, ինչ արեցիր իմ Հիսուսը, ինչ արեցիր իմ երեխանեն, ես քեզ էի հանձնել։ Այսինքն մեր անձը ոչինչ բարեկամներ, մեր եղբայրները տառապել են 20-25 տարի, ոնց տորթ են կերել, ոնց սուրճ են խմել։ Բայց այսօր Աբրահամի գոքում են փառք Հիսուսին։ Ինչ կա որ առաջին անենք կարևորը, երկրորդականը թողենք բարեկամներ, առաջնայինը երկրորդականը չփոխենք, այո, սարսափելի օրեր են սպասեմ։ Ես օրինակ չեմ ուզում որ մեր ազգը կամ մենք աղաղակենք սարերին ու քարերին, թե փլվեք մեր վրա գառի բարկությունից։ Աստված չանի այդ օրը գա մեր վրա, բայց այսօր ստեղ քիչ ժողովուրդ չենք, որ գնանք ու վգայենք։ Ոչինչ, ուրկանդ աչքոմը գցիր։ Ամբողջ գիշեր որսացել ենք։ Քույրերը եղբայրները ասում են, դե չեն հավատում, դե ասել ենք, էլ չեն գալի վերջ։ Հիսուս ասում է, ոչինչ ես անգամ ուրկանդ աչքոմը գցի եւ կորսաս, որսդ հաջող կլինի փառք Հիսուսին։ Արժե վգայել բարեկամներ։ Մեր ազգը քնել է եւ բարկություններ կան, բայց Աստված ուզում է վերցնի դա, ինքը բարի է փառք Հիսուսին։ Ինչևից է բարեկամներ։ Բանալիները Քրիստոսի ձեռքին է, փառք Հիսուսին։ Մեր համար պիտի բացի ոչ թե դժոխքի, այլ երկնքի դռները, փառք Տիրոջը։ Թող Աստված օրհնի ձեզ, Արտակ Աղբեջանայ, դու շարունակի կաղոթես։ Տերը թող օրհնի ձեզ, քույրեր եղբայրներ ջան։ Թող Տիրոջ շնորհը ձեր ամենի հետ լա, ամեն։